Թող մեկը բարսանաստե ասի, որ Միքայելյանս ասում կաշառք ավերս է։ Եվ մի բան եմ ուզում ասել, որ պարոն Փաշինյան միշտ ասում է, ես վերջում մեր մեջ տպավորվել է։ Իմ ընտրվելու դեպքում ես բարևի օր պետք է տոնենք մենք մի օր ստեղ, հենց ես պուրակում, ամբողջ Հրազդանով, անկախ կուսակցական պատկանելությունից, դեմքից, դիրքից, տարիքից, կուսակցական հայացներից, որ ես մարդիկ բարև տան իրար, նորմալ բարև, Հրազդանցի։ Ժողովուրդ, ես եկել եմ մի բան պարզեմ, ես ում դեմ պիտի կռվեմ, իմ թիկունքը ապահով է իրոք, թե ոչ։ Երբ հայ զինվորի մայրը, ծնողը մեռելների մեջ իր բալին է փնտրում, իսկ ստեղ այդ զինվորի մորեն ուզում են գնեն, խաղում են նրա ինքնասիրության հետ, ես ոնց հասկանամ, ով է իրավունք տվե այս շենքի աշխատողներին, որ հավատը սպանեն, հատկապես այսօր, որ օրասական պահին, որոշում է նորից հայ ազգի բախտն ու ճակատագիրը, ով է իրավունք տվե, ես ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության իշխանությանը, ով է իրավունք տվե սրանց, որ ես վիճակում, որ ֆրոնդում ոչ մի բան համարը չկա չեմ ուզե երկասնե, որ 200,000 դոլար բերի կաշառք բաժանի ժողովրդին, որ մեքենա չկա զինվորն էթաց դիրքեր, ով է իրավունք տվե իրանց, ով է իրանց իրավունք տվե, որ նման քալի են դիմում, ով է հնարավորություն տվե իրանց կաշառքը բաժանում, այդ պա դու կայնիր ասիր ժողովուրդ, ես կան փող ունեմ բրձեզի կաշառեմ, ես ուղարկում եմ բանակին, որ տեխնիկա առնի, ինչ-որ մի բան առնի, զինվորի համար, բայց դու ոչ մի բարոյական իրավունք չունես, այսօրվա առաջի գծում մարտնչող, զինվորի, ազատամարտիկի, ծնողի, հոր, պապու, իրավունքի, պատվի, արժանապատվության հետ խաղաս, դու ոչ մի բարոյական իրավունք չունես, զոհված ազատամարտիկի, մորը գիտեք այս վերջի կներեք ժամանակաշրջանում մենք քանի տեղ է գնացել հոգի հանգստի զինվորի ու գալիս են խաթաբալայքի նույնպես մատտախուր դեմք են անում երևի պետք է հնարավորությունը գլացենել դու ինչ իրավունք ունես իմ ժողովրդին առնես դու ինչ իրավունք ունես իմ ժողովրդին շեղես դու ինչ իրավունք ունես իմ հայ ազգի իմ զինվորի ազատամարտի թիկունքը խալխլես գիտեք ինչ Ես չեմ ասում, որ Հրազդան քաղաքի 1 միլիարդ 250 միլիոն դրամ բյուջեով Հրազդան քաղաքը կարող էր դառնալ Ռիո դե Ժանեյրո։ Ես ասում եմ, որ Հրազդան քաղաքում չկա մի քառակուսի մետր տարածք, որը խնամված լինի։ Եվ ասվածի մեջ չափազանցություն չկա։ Միակ տարածքը, որը շատ թե քիչ մոտ է տրամաբանության այս պուրակն է, այս էլ բոլորս գիտենք, կառուցվել է Վիվասել NTS ընկերության կողմից։ Բայց քաղաքում քաղաքապետարան չկա, բայց քաղաքում քաղաքապետ չկա, իհարկե չկա։ Ապրիլի 17-ին մենք ոչ թե պետք է ընտրենք նոր քաղաքապետ, այլ ապրիլի 17-ին պետք է Հրազդանը վերջապես ունենա քաղաքապետ եւ ես հույս ունեմ, համոզված եմ իդեմս Սասուն Միքայելյանի 5 տարվա քաղաքապետի գործունեության արդյունքում Սասուն Միքայելյանի Հրազդան քաղաքում չպետք է լինի ոչ մի կաթող տանիք 5 տարվա գործունեության արդյունքում չպետք է լինի ոչ մի չաշխատող վերելակ 5 տարվա գործունեության արդյունքում քաղաքում պետք է վերականգնվի քաղաքային զբոսայգի եւ հիմնվի եւս 2 զբոսայգի 5 տարվա ընթացքում քաղաքում պետք է իրականացվի 20,000 ծառատնկում 5 տարվա ընթացքում քաղաքում պետք է ստեղծվեն մեծահասակների ժամանցի կենտրոններ
5 տարվա ընթացքում սկսած ապրիլի 18-ից Հրազդանը պետք է դառնա ժպտացող քաղաք, ամենակարևորը ժպտացող քաղաք։ Մենք բոլորս այդ սուբյեկտը Հրազդանի քաղաքացին է եւ մենք բոլորս այո ես անձամբ Հրազդանի յուրաքանչյուր բնակչից ընտրողից դաբրո եմ խնդրում Սասուն Միքայելյանի համար եւ ասում եմ նաեւ անձամբ ես նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Սասուն Միքայելյանի նորընծա քաղաքական թիմը մենք պատասխանատվություն ենք ստանձնում Սասուն Միքայելյանի քաղաքապետական գործունեության համար եւ հավասարապես պատասխանատու ենք լինելու նրա գործունեության համար պատասխանատու ենք նաեւ այն պատճառով որ մի վարքյան անգամ չեն կասկածում Սասուն Միքայելյանը եղել է եւ կլինի փայլուն քաղաքապետ ուղղակի Այս Հրազդանի ժողովրդի, այդ Հրազդան անունով ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը, ամենահպարտանալու բանը Սասուն ջոկատն է։ Սասուն ջոկատն է, որը 92-94 թվականին անունանալի, անմարդկային ջանքերի գնով, խիզախությամբ, հերոսությամբ այս երկրին հաղթանակ բերեց։ Սասուն Միքայելյանը քաղաքապետի ընտրություններում հաղթելու խնդիր չունի ժողովուրդ։ Սասուն Միքայելյանը վաղուց հաղթել է վախը, հաղթել է մահը։ Սասուն Միքայելյանը հայրենիքի տղա է, ինքը ցանկացած պարագայում հայրենիքին է ծառայելու։ Դուք ապացուցեք, որ դուք այսօր գոնե մի քիչ ձեզ վեր եք դրել ու պատրաստ եք հայրենիքին ծառայելու։ Սիրելի ժողովուրդ, սրտանց հավատում եմ, որ սառը տրամաբանությունը իրավիճակի գնահատականը իրենց արդյունքը կտան։ Հավատում եմ, որ Հրազդանցին իր քվեն տալու է Սասուն Միքայելյանին։ Հավատում եմ, որ այս ապրիլյան գործընթացներից հետո արդարությունը պահվելու է ու Սասունը դառնալու է Հրազդան քաղաքի քաղաքապետ։